Իսկ հիմա ես ուզում եմ շարունակել ու խոսել այս ինչ որ Քենթաքիում մեկ անձնավորություն գնում է մեկ նահանգային համալսարան է գնում կրակում է երկու աշակերտի վրա մեկը մահանում է մեկը վիրավորվում է կրակողը համալսարանի աշակերտ չի իսկ վիրավորվող եւ մահացողը համալսարանի աշակերտն են ես այստեղ ուզում եմ ձեզ ցուցադրել նաեւ այդ տեսանյութը տեսնեք տեղը այստեղ տեսնում եք այս համալսարանի մեջ է որ տեղի ունեցել այս ոճրագործությունը deadly shooting university-ն տեսնում եք որ շատ այս համալսարանն է եւ 55 miles Louisville քաղաքից հեռու է երիտասարդ երեխաներ են վիրավորվողը եւ մահացողը երիտասարդ են կրակողը համալսարանի աշակերտ չի հիմա մանրամասնությունները սա տեղի ունեցավ այսօր այնտեղի ժամով տեսնում եք Kentucky State University է եւ հետո ասել են որ սա իրար հետ վիճապանություն են ունեցել այսինքն անձը չի եկել այսպես շատ ժամանակ պատահում է հրացանով գալիս են որևէ անձի վրա կրակում է սա ծրագրված եկել է կրակելու այդ անձին ինչ որ մահացել է եւ աշակերտներին ասել են որ չգնան հարավային մասը կամպուսի հարավային մասը չգնան այստեղ տեսնում եք եւ հետո ապահովել են տարածքը եւ ասել են մինչեւ շաբաթվա վերջը համալսարան չգնան այստեղ տեսնում եք ամեն օր մի տեղ սպանություն կա մեկ հոգի մահացել է եւ բոլորը ունեն ատրճանագրացան դորմում այսինքն իրենց հանրակացարանն է մտել կամպուս ինքը խոշոր կամպուս է 1000 acres տեսնում եք այդտեղ 2200 աշակերտ է աճախում այդտեղ ու գնում է իրենց այդ հանրակացարանը կրակում է եւ մահվան պատճառն է դառնում այսպես հիմա երևի պետք է իրեն հարցակնեն ձերբակալեն են այսինքն ոճրագործին նաեւ ձերբակալեն են հետո կհստակացնեն որ ինչ էր պատճառը ինչու գնաց եւ այդպես ոճրագործության դիմեց մեկ ուրիշ Լուիջի Մանջիոնի որը ամերիկայի ամենախոշոր health insurance-ի ղեկավարին, president-ին եւ CEO-ին կրակեց 50 տարեկան Թամսոն անունով իրեն սպանեց, երբ որ ինքը գնում էր համագումար են կազմակերպել այստեղ, այսինքն Նյու Յորքում կազմակերպել էին եւ սա healthcare ամենամեծ healthcare-ն էր United healthcare Ամերիկայով մեկ եւ աշխարհով մեկ health insurance-ը առաջարկում նրանք որ աշխատում են insurance են առնում նրանց համար է եւ սպանում է ամենայն դեպս հետո փախուստ է տալիս ամիս տևեց մինչեւ կարողացան ձերբակալել հիմա այդ մասին այդ տղայի ձերբակալման մասին ինչ որ պատահ ամեն օր մի նորություն է police-ը այսպես հանրությանը հանձնում է տեղեկությունը, որ ես ուզում եմ այստեղ ձեզ ցուցադրել, այստեղ տեսնում եք մեկը զանգում է պոլիսին, ասում է այստեղ մեկ անձնավորություն կա, որ այս տղայի մասին է խոսում, Լուիջի Մանջիոնի, տեսնում եք ուրիշ պոլիսներ էլ հետո միանում են, գնում են, Փենսիլվանիա նահանգը գնացել էր, ճաշում էր, գնում է եւ իր ունքերից Անձը ասում է սրա ունքերը, տեսնում եք ոստիկանը մոտենում է, ասում է որ եթե դիմակդ կարող ես վերցնես, հետո ոստիկանը իհարկե լավ չի ճանաչում, ասում է ID-դ կարող ես տալ, ինքը կեղծ ID ուներ, իր ID-ն չէր, ասում է անունդ ինչ է, ասում է Մարկ, ազգանունը Ռոզարիո, ասում է մեկը պոլիս իրեն ասում է մեկը զանգել է ասում է որ դու շատ նման ես այն ոճրագործին որ սպանել էր health ընկերության նախագահին սպանել էր ուրեմն ID-ն հանձնում է բայց իր կեղծ ID է հանձնում հիմա ինչու սրանք կարևոր են որովհետև իրեն տատարան են կանչել
դատարանում էր, որ ներկայացնում էին, որովհետև դուք տեսնում եք ինքը դատարանում է, իրեն ոստիկանը գնացել է եւ իր պայուսակը քննել են այնտեղ, եթե դատարանից իրավունք չունեն, ուրեմն չեն կարող մեկի պայուսակը եւ այլն վերցնել նայել, ուրեմն ինչ որ գտել են այդ ժամանակ, որ շատ կարեւոր տեղեկություն են գտել, այս երկրի օրենքը այդպես է, որ պետք է դատավորը թույլ տար եւ այսպես երբ որ ձերբակալելին հետո այսպես տեսնում եք բողոքում է հայոյում է եւ վայր է ընկնում ինքը վայր է ընկնում փոլիսը ասում է մի տեղը չցաված ասում է չէ կարեւոր չի ընկնեմ սա նամակներն է ինչ որ իր մոտ նայում են եւ իրեն ունքը եւ կոշիկը այդ երկուսը կասկածում են ինչ որ ցեզ ասացի մենեջերը ասում եմ մենակ ինչ որ կարող եք տեսնել ունքն է եւ մեկը մեզ ասել է այդ ռեստորանի McDonald-ի ռեստորանի մենեջերը ասում է մեկը ասում է սրա ունքը շատ նման է այդ ոչրագործին դրա համար կանչեն տեսնում եք իրեն կեղծ ID-ն է իրենը որ New Jersey ID է անում տալիս է փոլիսին բայց եւ այնպես փոլիսը հետևում է սա Թամսոնն է ինչ որ Նյու Յորքում փողոցի մեջ առավոտ շուտ կրակերները սպանել իսկ հետո իր մոտ նաեւ ուրիշ գրություններ են գտնում որ այնտեղ անունը գրել է ամեն ինչ ասել է այստեղ տեսնում եք FBI-ը ուրեմն այդ հետո գալիս են եւ իրեն ինչ որ ասացի ձերբակալել են հետո դատավարությունը պետք է լինի իսկ ասացի այս կարեւոր սա է որ նախնական ամեն ինչ որ իր մոտ գտեն են եւ տեսնում եք նորից փոլիսը առաջին վարկյան իր մոտ է գալ ինչ որ իր պայուսակում ինչ որ տեղեկությունը հանեն են որ ինչ որ քիչ առաջ ցույց տվի որ այնտեղ ինքը գրել է իր ծրագիրները որն է ինչ պիտի անի արդյոք այդ տեղեկությունը դատարանում կարող են ներկայացնել ջուրին թե ոչ այս է կարևոր հարցը ինչ որ հիմա իր փաստաբանը դատարանում ասում է որովհետև դատավորի իրավունքը չեն վերցրել որ գնան այսպես խուզարկման ենթարկեն իրեն ուրեմն այդ տեղեկությունները չեք կարող օգտվել ուրիշ տվյալներ կարող են օգտվեն բայց այդ մեկը որ շատ կարևոր տեղեկություն է չեն կարող դատարանում օգտվեն որ իրեն մեղավոր հանեն այս երկրի օրենքը այդպես ուրիշ տեղ այդպես չի ուրիշ ծևով մոտենում են, եթե գտնում են, փաստեր ունեն, կարևոր չի փոլիսը իրավունքը վերցրել է, դատավորի չի վերցրել, օգտվում են դատարանում, այստեղ այդպես չի, օրենքը տարբեր է։ Ես մի դադար վերցնեմ, երբ հրատարակեմ դադարից շարունակեմ ծրագիրը, Burbank Adult School-ն է հովանավորում ծրագիրը, այս դպրոցը անվճար է, 12 տարբեր դասավանդում է տեղի ունենում։ Արդեն սկսել են արձանագրությունը, գրանցումը դասարաններ գնալու սկսել են, անպայման այցելեք, 12 տարբեր նյութ են դասավանդում այնտեղ, բոլորը անվճար, Կալիֆորնիայի նահանգն է վճարում, բոլոր ծախսերը, օգտվեք այս առիթից, որ չի պատահելու էլ, կամ առայժմ եթե դասարանը լծվի, պետք է սպասեք նորից 4 ամիս հետո, դասավանդումները սկսում են հունվարի 12-ից, բայց արձանագրությունը հիմա է սկսում, այցելեք, անգլերենի համար ESL, որ անգլերեն եթե չգիտեք ուզում եք անգլերեն սովորել, հունվարի 5-ից են այսինքն գրանցում, իսկ մյուս բոլոր դասավանդումները, որ կամպյուտերին վերաբերող բուժքույրի օգնական լինել, ատամնաբուժի օգնական լինելու, ատամնաբուժարան աշխատեք, բոլոր դրանք պետք է հիմիկվանից գնաք գրանցվեք։ Գտնվում է Allen փողոցը Burbank-ում, ավել հարմար կլինի գնաք այնտեղ, բայց ամենայն դեպս սա հեռախոսը համարն է։ Ծրագիրը հովանավորում է Central Avenue Pharmacy հովանավորում է ծրագիրը։ Իրենց նոր տեղատունը Sunland քաղաքում հունվարի 1-ից բացվելու է։
որ ծառայելու է Sunland Valley, Silmarsim Valley այդ շրջանները, եթե ապրում եք, օգտվեք այս նոր տեղատան ծառայությունից հունվարի 1-ից հետո սա հեռախոսահամարն է ձեզ մոտ նշանակեք։ Դոկտորը իհարկե Գլենդելում Կալիֆոռնիայում իրենց տեղատունը կա 35 տարի է Գլենդելում աշխատում է եւ կարող եք օգտվել իրենց ծառայությունից։ Մարգանյան փաստաբանական գրասենյակն ովանավորում, եթե դուք վարձակալ եք, վարձենեք բնակարան, առանձնատուն, ապարտման եք վարձել, պետք է մաքուր լինի, բնակելի լինի, եթե այդպես չի, մրջուն կա, միջատներ կան, մուկ կա, պարան բացում եք, տեսնում եք, միջատները գնում են, մի բան թափվում է գետնի վրա, մրջունները արձակվում են, եթե այդպես է, ձեզ պիտի հատուցում տան, դա բնակելի չի, ձեզ պիտի հատուցում տան, դուք ոչինչ չեք վճարում փաստաբանին, եթե ինք կարողանա ձեզ համար գումար վերցնի, հետո կվճարեք, սա հեռախոսահամարն է, անվճար խորհրդակցություն կարող եք զանգարեք, որևէ տեղ Կալիֆոռնիայում ապրում եք, կարող եք զանգարեք։ Ծրագիրը հովանավորում է Orange Shipping հովանավորում է ծրագիրը։ Ձեզ է առաջարկում օր առաջ ձեր ծանրոցը, եթե օդանավով պիտի ղրգեք, մի փանդը $2.99 է, դեկտեմբերի 19-ը, կեսօրից հետո ժամը 1-ը վերջին ժամանակն է, որ եթե հանձնեք, նախքան նոր տարի ծանրոց կհասնի, եթե ոչ, կարող է հասնի, նրանից հետո տանեք հանձնեք, կարող է հասնի, կարող է չհասնի, ուրեմն դեկտեմբեր 19-ը հիշեք, իսկ նավով կարող եք ուղարկել, մի ծանրոց ղրգեք, երկրորդը կես գնով կարող եք ուղարկել, ծրագիրը հովանավորում է Շահին Թուր, հովանավորում է ծրագիրը, այսօր երևի վերջին օրն է, որ եթե Մեքսիկոյի քրուզ ուզում եք գնաք 8 օր 7 գիշեր $790 է։ Սա հեռախոսահամարն է, զանգարեք ձեր տեղերը ապահովեք, կվերադառնա։ Ես ուզում եմ ձեզ ցույց տալ եղանակին վերաբերող ֆրիվեյները բոլոր Ամերիկայի միջից, այսպես West-ից, մինչև արևելյան նահանգները, պատկերացրեք, ամեն տեղ դժվար կացություն է, ձյուն է, փոթորիկ է, ցուրտ է, այսպես ես ուզում եմ ձեզ ցույց տալ, տեսնեք ինչ վիճակում է, մեզ մոտ եղանակը շատ լավ է, սա Վաշինգթոն նահանգն է, ինչ որ տեսնում եք, ձյուն, անձրև, ամեն տեսակ պրոբլեմ կա այստեղ, տեսնում եք նորից Վաշինգթոն նահանգում եք տեսնում, այդպես հեղեղը տեղի ունենում, I-95 ասացի Ֆլորիդայում և Նյու Յորքն եք տեսնում, Նյու Յորքում նաև խիստ դժվար կացություն, այստեղ տեսնում եք, դրանով անդերձյուն է գալիս 10-ից 20 հոգու, 10-ից 20 աստիճան նորմալ, իրենց ինչ-որ ցուրտ է, հիմա գիտեք աշնանավարտն է, ձմեռվա սկիզբն է, Նորթ Դաքոթա տեսնում եք, այսպես Վիրջինիա նահանգը, այսինքն արևելքում, մասամբ երկրի միջից մինչև ավարտը, տեսնում եք նորից ակսիդենտներ, դժվար կացություն է տիրում, եթե պիտի գնաք, նկատի ունեցեք ուր եք գնում, եթե ֆրիվեյներով, փողոցներով պիտի գնաք, առավել պետք է ուշադիր լինեք, այսպես տեսնում եք, խիստ դժվարության մեջ են այդ բոլոր քաղաքները, նահանգները, ինչ որ թվեցի քիչ առաջ։ Իսկ Նյու Յորքում հրդեհ նաև տեղի էր ունեցել, որտեղ 3 հոգի և 1 հրշեջ վիրավորվում են այդ հետևանքով այդ ինչ որ տեղի էր ունենում այդտեղ։ Ես հիմա ուզում եմ շարունակել և եղանակը ավել տեսնում եք այստեղ բոլոր արևելյան նահանգները, այսպես տեսնում եք, Այովայից և դեպի և հյուսիսային մասը, Ամերիկայի հյուսիսային նահանգները, տեսնում եք 0-ից 10 աստիճան Ֆարենհայթով է սա, այսինքն 32 աստիճանը մեր 0-ն է, սա 0-ից ցած է, 10 աստիճան ցած է, այսինքն պատկերացրեք կապված, որ քաղաքում եք 10 մեր 0-ից ցած, 20 մեր 0-ից ցած, կարող է 25 մեր 0-ից ցած, այդպես Green Bay
Wisconsin տեսնում եք, հեսա այսպես է լինելու մանավանդ գալիք շաբաթ օր, այս գալիք շաբաթվա ընթացքին շատ նկատի ունեցեք ցուրտ է լինելու։ Եվ նորից այս Washington նահանգը տեսակ այստեղ Ուրեմն պետք է ուշադիր լինեք, ուր որ գնում եք storm alerts, նորից տեսնում եք միտեղ ծախում տեսնում եք Portland, Oregon-ի մոտ flood watch, ուրեմն հեղեղ է տեղի ունենում։ Եվ ներքևում այդ նահանգների մեջ Utah այդ շրջանները փոթորիկներ է տեղի ունենում։ Ամենահյուսիսում Fargo North Dakota տեսնում եք, շատ ցուրտ է լինելու, փոթորիկ է լինելու, Winter Weather Advisory մեջտեղում տեսնում եք Cedar Rapids, Michigan-ում եք տեսնում, Syracuse, New York-ում տեսնում եք շատ ցուրտ է լինելու, ուրեմն բոլոր, եթե այդ հյուսիսային մասը եւ արևելյան նահանգները պիտի գնաք, անպայման նկատի ունեցեք, տեսնում եք այստեղ փոթորիկ, ձյուն, դժվար կացություն է անգամ մինչև Նյու Յորք այստեղ տեսնում եք։ Ես ուզում եմ շարունակել հիմա նաև, եթե տեսանյութը ցուցադրեն այստեղ, մի հարց, որ հիմա շատ կարևոր է, նախագահ Թրամփը տեսնում եք այստեղ եւ մտահոգություն ինչ որ ժողովուրդ ունեն կենսապահովման արժեքը ամեն ինչ թանկացել է բացի հետո քիչ հետո կտեսնեք այս ժողովրդի կարծիքը հարցրեն են տեսնում եք Reuters ճանաչված լրատվական միջոցը եւ այստեղ IPSOS-ը տեսնում եք poll-ը վերցրել են ուրեմն cost of living կենսապահովման արժեքը գները դժգոհ են 56%-ով դժգոհում են նախագահի ինչ որ որովհետև նախագահը նախքան ընտրվել ասել էր որ եթե դուք քվեարկեք ես ընտրվեմ առաջին օրը on day 1 ասել էր որ ես պիտի մի բան անեմ որ ամեն ինչ էժանանալու է ուտելիքը եւ այլն էժանանալու է առաջին օրը իսկ հիմա բողոքը այսպես որ 11 ամիս անցել է եւ ոչ թե չի էժանացել ավել թանկացել է ամեն ինչը դա կլինի հագուստը ուտելիքը եւ ամեն ինչ տեսնում եք ժողովուրդը մտահոգված եւ դժգոհ է 56%-ով approve չեն անում կամ չեն հաստատում իր այդ մասին աշխատանքը հիմա 12 բիլիոն ասում է նախագահը այստեղ տրամադրել են հողագործներին որպես իրենց աշխատանք չկանգնեցնեն grocery գները տեսնենք հիմա սուրճը 41%-ով թանկացել է եթե սուրճ եք գնում անցյալ տարվա համեմատ steak-ը տեսնում եք այնտեղ միսը 20%-ով թանկացել է orange juice-ը սառեցրած frozen 12%-ով թանկացել է մասամբ ամեն ինչ սա Փենսիլվանիայի նահանգապետն է որովհետև նախագահ Թրամփ հիմա Փենսիլվանիայում է եւ ասում է որ ամեն ինչը ավել էժան է քան թե Բայդենի ժամանակ սա նահանգապետն է որ հակառակը ասում է ամեն ինչ նախագահ Թրամփը ընտրվել է ավել թանկացած է իհարկե այս նահանգապետը դեմոկրատ է գիտեք ռիփաբլիկաններ այս վարքյանին ոչինչ Թրամփի մասին բաց արտահայտություններ massամբ չեն անում բայց ամենայն դեպս մի քանի տեսնում եք հիմա Փենսիլվանիայում գնացել նախագահը եւ Ամերիկայում աշխատավարձը նաեւ բարձրացել է բայց համեմատ ապրանքների գնին այդքան չի բարձրացել մի բան որ չի թանկացել այլ էժանացել է բացի մեզ մոտ բենզինը միջին գինը $3 մի քիչ բարձր էր իջել է միջինը Ամերիկայի $2.94 սենտ է դարձել 3 տեսնում եք երկար տարիներ է այսինքն վերջին 4 տարվա ընթացքին միջին գինը $3 չեր իսկ հիմա նախագահի Թրամփի ժամանակ $3-ից ավելի էժան է բայց ուրիշ ամեն ինչը թանկացել է
1.3%-ով ընդհանուր grocery թանկացել է եւ 15%-ով քիչ առաջ տեսակ որևէ տեսակ վերցնեք 15%-ով սուրճ եւ ամեն ինչը թանկացել է այս երկրում։ Ես մի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ տաթարից, պիտի նավակի վրա հարձակում էր կատարվել նախագահի հրամանով Վենեսուելայից հեռացող նավակի վրա, դրան վերաբերյալ նույնպես ցուցադրեմ, ծրագիրը հովանավորում է Յադիդի փաստաբանական գրասենյակն է հովանավորում։ Հեռախոս շատ հեշտ 818 999 9999 Եթե accident ունեք, ավտովթար ունեք, եթե վարձել եք Uber կամ Lyft եք վարձել, այդտեղ այդ մեքենան accident է ունեցել, ձեզ առաջարկում է այս փաստաբան, որ իրեն զանգարե 25 տարի աշխատում է եւ ասում է որ միլիոնավոր դոլարներ իրեն կլիենտների համար գումար է վերցրել։ Ուրեմն եթե accident ունեցաք Uber-ի մեջ, Lyft-ի մեջ եւ մեքենայի accident ունեցաք, այս հեռախոսահամարը ձեզ մոտ նշանակեք։ Ծրագիրը նաեւ հովանավորում է Vivaldi Venues եւ Catering հովանավորում է ծրագիրը։ 3 սրահներ ունեն 120, 150, 300 տարողությամբ։ Իսկ ամեն օր ճաշ են առաջարկում 10 հոգու համար կամ 5 հոգու համար կարող եք գնաք վերցնել կամ պատվիրեք իրենք կբերեն ձեր տանը։ Հեռախոսահամարը ձեզ մոտ նշանակեք։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Բարսեղյանը, Մահտեսյան ատամնաբույժներն են հովանավորում, որևէ հարց ունեք ատամի հետ, լինդի հետ, ցավեր ունեք, ատամնաշար, նոր ատամնաշար պիտի տեղադրեք, պրոթեզ տեղադրեք, բոլոր այդ հարցերով զանգարեք այս հեռախոսահամարին։ Ալիվ եւ Գլենոքս փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում, բայց ժամադրություն հարկավոր է հանդիպելու ատամնաբույժին։ Ծրագիրը նաեւ հովանավորում է Prime Med Pharmacy հովանավորում է ծրագիրը։ Իրենք ձեր տեղերը կարող են ձեր տանը բերեն կամ դուք գնաք այնտեղ։ Հեռախոս շատ հեշտ է 818 600 777 Գլենոքս եւ Highland փողոցի հատման կետում է տեղատուն ձեր տեղերը պատվիրեք այստեղից զանգարելով այս հեռախոսահամարին կվերադառնա։ Ես ուզում եմ ձեզ ցույց տալ Ֆլորիդայում մեկ երկու փոքրիկ օդանավ երկու մոտորով to engine մոտորով գալիս է եւ խնդրեմ ունենում freeway վրա գալիս է մեկ Camry մեքենայի վրա է իջնում։ Հիմա այստեղ տեսեք տարօրինակ է հարվածում է այդ Camry-ին եւ այս օդանավն է տեսնում եք իջել է մեքենայի վրա է իջել եւ հետո իհարկե տեսեք նորից ինչպես տեղի ունենում դեպքը վարորդը 55 տարեկան կին է օդանավի մեջ երկու երիտասարդ 27 տարեկան են ամենայն դեպս զարմանալիորեն շատ քիչ վնաս է լինում թե այդ երկու օդանավի մեջի անձիկին եւ թե կինը 55 տարեկան որ այսպես հարվածում է այդ Camry-ին տեսեք այդպես հարված է, տարօրինակ հարված է, բայց եւ այնպես ոչի տեսեք մեքենան, տեսեք ինչ է դարձել, բայց այս կինը որ վարում էր այս մեքենան, բարեբախտաբար կարողանում է մեքենայից դուրս գա եւ հետո իհարկե հիվանդանոց են տանում չեք անելու եւ այսպես։ Իսկ ես ուզում եմ հիմա խոսել նախագահ Թրամփի մասին, քիչ առաջ նաեւ խոսեցի որ բողոքում էին, որ ամեն ինչ թանկացել է եւ այսպես եւ ասում են լավ դու քեզ ինչ նիշ կտաս որպես որ կարողացել ես աշխատել ես մարդկանց համար ասում եմ ես ինձ A+++++ պիտի տամ երբ որ իրեն արծազրույց են անում երբ որ իրեն լրագրող ասում է ամեն ինչ թանկացել է բայց ինք ասում էր ամեն ինչը լավ է այս երկրում Բայդենի ժամանակ շատ վատ էր։ Իսկ մեկ ուրիշ հարց որ նախագահի հրամանով ռմբակոծում են եւ սկսել են սեպտեմբերի 2-ից ռմբակոծում են նավակները ինչ որ հեռանում են Վենեսուելայից։ Եթե մինչ հիմա այսպես չի եղել, օրինակ Ամերիկայի պատմության մեջ ուրիշ երկրները չեն գնում, եթե անձիկ այդտեղից
պայքարի մեջ չեն, հրացան չունեն, ատրճանակ չունեն կրակելու ձեր վրա, այսպես չի որ գնան այդ մարդկանց վերացնեն, գրում են ձերբակալում են։ Այս երկրի մանավանդ օրենքը այսպես է, որ որևէ անձ անկախ մարդ է սպանել, դրակ է վաճառել, ինչ որ արել է, դատարան պիտի տանեն եւ դատարանն է որոշում, որ այդ անձին պետք է վերացնեն, թե չվերացնեն։ Եվ ես ձեզ ցույց եմ տվել, մինչ հիմա իհարկե 87 հոգու այս նավակների մեջ սպանել են նախագահի հրամանով եւ այսպես 22 տարբեր նավակի մեջ իհարկե եւ այսպես հիմա առաջին որ սեպտեմբերի 2-ին էր տեղի ունեցել, երբ որ հարվածում են երկու հոգի ողջ են մնում, նավակը շրջվում է, երկու հոգի ողջ են լինում։ Իսկ 4 րոպե հետո գնում են ռմբակոծում են այդ երկուսին սպանում են։ Այս հարցի վրա թե ռիփաբլիկաններ եւ բոլոր դեմոկրատները ասում են սա հակա համաշխարհային օրենք է, մարդկային օրենքի դեմ է եւ պահանջում են որ քվեարկեն են թե մի մաս ռիփաբլիկանները, դեմոկրատներ այդ մասին ամեն ինչը բացահայտեն։ Իսկ Թրամփը ասում է որ ես հիմա դրա մասին տեղյակ չեմ եւ ասում է պաշտպանության նախարարին պետք է հիմա պաշտպանության նախարար չեն կոչում, ասում են պատերազմի նախարար այս երկրում, պատերազմի նախարարին Հեքսեթին պետք է նրան հարցնեք որ ինչ է եղել, այսպես ես հիմա ուզում եմ ցույց տալ, տեսնում եք այստեղ սա Հեքսեթն է, որ իրան ուզում են կանչեն սենետ եւ ներկայացնի տան անդամների առջեւ եւ իրեն հարցնեն որ ինչ էր այս նավակն է որ տեսնում եք երբ որ ռմբակոծում են սեպտեմբերի 2-ը երկու հոգի ողջ են մնում մնացածը անում են սա ռիփաբլիկան է նաեւ սենետերը այսինքն Նորթ Քարոլայնայից որ նա նաեւ ասում է պետք է անպայման բացահայտենք այս հարցը որովհետեւ մենք այդպես աշխատանք չենք կարել գնանք եւ ռմբակոծել սպանել մարդկանց ցանկություն ունեն ուրեմն ավել հստակացնեն որ այդ օրը ինչ է պատահել ես ուզում եմ դադար վերցնել իսկ ծրագիրը հովանավորում է Չոփորյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում Չոփորյանները երեքը փաստաբաններին եթե ձեզ են առաջում եթե ավտովթար ունեցաք ձեր մտահոգությունները իրենց հանձնեք զանգարելով այս հեռախոսահամարին ծրագիրը նաև հովանավորում է դոկտոր Փարքեր Ջահանգիրն է հովանավորում ալերգի եւ ասմայի մասնագետ է սա հեռախոսահամարն է զանգարեք ժամադրության համար Երևան Shipping հովանավորում է ծրագիրը Երևան Shipping օթանավով եթե ծանրոց խրգեք մի փանդը $2.99 է իսկ դեկտեմբերի 19-ը ժամը 1-ին վերջին այն ժամկետն է ժամանակն է որ դուք կարող եք ձեր ծանրոցը հանձնեք որ նախքան նոր տարի ձեր ազգականը Հայաստանում իր նվերը ունենա իսկ դրամ եթե պիտի փոխանցեք 1% է ընդամենը Երևան Shipping գտնում է Lancashire փողոց North Hollywood Glendale-ում Palmer եւ Adams փողոցի ճիշտ հատմանկետում է գտնվում ես ուզում եմ նաեւ հիշեցնել որ Արամազ Ստեփանյանը միշտ թատրոններ է կազմակերպում ինքը դիրիժորներ դիրեկտորն է եւ ահա այս անգամ նաեւ իրեն այս նոր իրեն ներկայացումը Սուրբ Ծննդյան հեքիաթ տեսնում եք այդտեղ Չարլզ Դիքենզի այսպես գրության հիման վրա Սուրբ Ծնունդը տեսնում եք այստեղ ներկայացնելու է հեռախոսահամարը տեսնում եք այնտեղ աչում տեսնում եք կամ կարող եք ձեր տոմսակը վերցնեք այնտեղ itsmyseat.com կամ հեռաձայնեք 545 400 տարիները 30 տարից ավել ներկայացումները ձեռնարկները կազմակերպել այստեղ այդ ցանկությունը կարող եք գնալ այս թատրոնը տեսնելու իսկ ծրագիրը նաև այսինքն հայտարարություն պիտի կարդամ գրականության եւ արվեստի բաժանմունքը
Իրանահայ միության ներկայացնում է գուսանական եւ ժողովրդական երգերի երեկո։ Հեռախոսահամարը այդտեղ պաստառի վրա տեսնում եք, զանգահարեք ձեր տեղերը ապահովելու համար։ Նաեւ Սիփան միությունը Բրբենքում ձեռնարկ է կազմակերպել Քրիսմասը տոնելու կամ Սուրբծաննդյան տոների արդի Ձմեռպապի գալու է այդտեղ, սա 75 իսկ Santa Anita փողոցի վրա է գտնվում, Music Food տեսնում եք, դեկտեմբերի 14-ին առավոտյան ժամը 11-ից մինչև ժամը 5-ն է այս ձեռնարկը երեխաների համար եւ չափահասները կարող են։ Ուրեմն նոր տարվա դիմավորում երեխաների համար եւ չափահասները իրենց կարող են գնալ դեկտեմբերի 14-ին 11-ից առավոտյան մինչև կեսօրից հետո ժամը 5-ը կվերադառնա։ Snowboarder ճանաչված, որ ախոյան էր, կանադացի էր, բայց Ամերիկայի էր ապրում, բայց ինքը այս գողություն եւ մաֆիական աշխատանքի մեջ էր, FBI փնտրում է իրեն համար առաջ 5 միլիոն առաջարկեցին, եթե մեկը կարողանա ասի ուրա, հետո 10 միլիոն, հետո 15 միլիոն, հետո անդրադարձել են, որ ինքը խնդրեմ է ունեցել, հիմա պատճառը չգիտեն, գտնվում է Մեքսիկոյում, այստեղ շարունակեն, եւ հիմա փնտրում են իրեն, տեսնում եք այս ինքը ախոյան է եղել օլիմպիքի եւ այլն, բայց մաֆիայի աշխատանք նաեւ զբաղված է եղել այդ բերումով այս Ryan Wedding անունով, այստեղ տեսնում եք, որ պոլիսը իրեն հետևում է։ Ես ուզում եմ շարունակել ու խոսել հիմա Ավստրալիայի մասին նոր օրենք, տարօրինակ նոր օրենք մշակել են եւ գործադրելի է դառնում եւ ասել են, որ 16 տարեկանից ներքև այս երիտասարդները social media չեն կարող ունենան։ Եթե առավոտից գիշերը զբաղված են հեռախոսով, այդ social media-ում դա կլինի Instagram, ուրիշ Facebook-ով եւ այլն, ասել են, որ իրավունք չունեն, որովհետեւ սա վնասակար է, հոգեկան խնդրեմ է ստեղծում երեխայի համար եւ թույլ չեն տալիս, որպեսզի այդ տարիքից ավել ներքևը իրավունք չունի ունենա եւ պահանջում են, որ ընկերությունները, խոշոր ընկերությունները նաեւ միցե սահմանափակումներ ունենան, որ այդ դեռ ոմանք պատանի են կամ ավել փոքր են, տեսեք բոլոր հեռախոս ունեն, բոլոր social media-ով, անգամ 5-6 տարեկան ոմանք ուրախ են իրենց երեխան, որտեղ զբաղվում է, իրենք չպիտի հոգ տանեն, երեխայի հետևից գնան, ուշադիր լինեն, միտեղ տանեն, այգի տանեն, չգիտեմ, ծովափ տանեն, չեն ինքը զբաղված է, ծնողն էլ ինքը իրեն աշխատանքով կամ իրեն հետաքրքրություններով է զբաղված, բայց ամենայն դեպս Ավստրալիան եկել է այդ համոզմանը, որ թույլ չեն տալու երեխան օգտվի այդ social media-ից։ Ես ուզում եմ հիմա խոսել մեկ ամերիկացի երգիչ, ճանաչված այստեղ երգում էր, մեզ մոտ ճանաչված չէր, բայց իր տղան շարունակենք, որը ունի մի տեսնում եք այստեղ այս երգիչն է ամերիկացի, Սանտա Մոնիկայում բնակվող են, իր տղան, որ հոգեկան խնդիրներ ունի, այստեղ տղային եք տեսնում, ատրճանակը վերցնում է, գնում է իր հորը սպանում է, իրար հետ փոքրիկ վիճաբանություն են ունում, սպանում է, այստեղ տեսնում եք Քարնեգի հալում է երգում այս մարդը, ճանաչված այդտեղ բոլորի չի, որ կարողանում են այնտեղ հրավիրվեն, գնան եւ մասնակցեն, բայց եւ այնպես տեսնում եք այստեղ Սանտա Մոնիկա, այս մեր մոտ ճանաչված ուրիշ երգիչների, նվագիչների հետ աշխատանքները ներկայացրել եւ այսպես դժբախտություն է պատահում իր ընտանիքին։ Ես ուզում եմ նաեւ խոսել home heating։ Հիմա մենք այդ խնդրեմը չունենք մեր տունը, այսքան որտեղ մեր շրջանում ծմերը այդպես չի կարող վառարան եք վառում եւ հիթեր եք միացնում,
բայց արևելյան նահանգներում սա շատ կարևոր է եւ հիմա ամեն ինչ թանկացել է դրանց մեջ նավթը նաեւ ես այստեղ ուզում եմ ցույց տալ եւ ցույց տալի որ աշնան վերջին օրերն է բայց այնտեղ ցուրտ է ուրեմն այստեղ բողոքում ասում է անցյալ ամիս 830 է տվել հիմա 1000-ից ավել պիտի վճարենք այնտեղ նավթ են օգտագործում տեսնում եք անընդհատ բարձրանում է 7.6%-ով ասում են տունը տաքացնելու համար ջերմությունը միցե պահել որ հնարավոր լինի ապրել 7.6%-ով թանկացել է գազը որը գազ են օգտագործում 54%-ով ավել են վճարում 10%-ով եթե էլեկտրական սարքավորումն է տաքացնում որը $100 իրենց ծախսերը բարձրացել է բողոքում են բոլորը նրանք որ արևելյան նահանգներում բնակվողներն են ընտանիքի բիլը ձմեռվա ժամանակահատվածում միջին 976 է այնտեղ ասնելու եւ inflation-ը թանկություն երկու անգամ քան թե ուրիշ թանկությունները այդպես է այդ արևելյան նահանգներում այսպես հիմա եթե դուք արևելյան նահանգներում բնակվում եք չի տարբերում այստեղ էլ նույնն է եթե տաքացնելու այդ furnace ունեք ֆիլտր ունի ֆիլտրները պիտի փոխել վառարան ունեք ֆիլտրները պիտի փոխել եթե տանիքը կտուրը կամ ներսից պետք է insulation ունենաք այսպես attic-ը մանավանդ արևելյան նահանգներում attic-ը պետք է insulation ունենա եւ խողովակները նաեւ պետք է insulation տնել եւ փակել դռների արանքը պատուանների այլ շուտ պատուանների արանքը սփրեյ կա փչում եք արանքը որովհետեւ հին տները կամ չի բացվում կամ շատ խոշոր տարածք կա պատուանի պետք է այդտեղ weather stripping տեսնում եք կամ plastic film տեղադրել insulation kit կա եւ օգտվեք space heater որպեսի switch ունի ինքը կարողանում է անջատել այս բոլոր նրանք մանավանդ որ արևելյան նահանգներում ապրում են շատ հարկավոր է մանավանդ այսպես անեք որ ավելի շատ ձեր ծախսը իջեցնելու համար ես պիտի դադարեցնեմ իսկ ուզում եմ հիշեցնել Իրանահայության սրահին մեջ այդ սրահում խնջույք է կազմակերպված նոր տարվա առիթով սա հեռախոսը համարն է այստեղ տեսնում եք 818 428 99 78 դեկտեմբերի 31-ին գիշերվա այդ տոնակատարությունը կարող եք կատարել Իրանահայ միության մեջ զանգահարելով այս հեռախոսը համարին full dinner տեսնում եք եւ unlimited alcohol ուրեմն full dinner unlimited alcohol եւ սա հեռախոսը համարն է անպայման զանգահարեք ձեր տեղերը ապահովելու համար ծրագիրը նաեւ հովանավորում է Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը այդ Hollywood Piano-ն ձեզ առաջարկում նոր տարի է գալիս եթե դաշնամուր պիտի գնեք այցելեք Hollywood Piano 600-ից ավել դաշնամուր ունեն խանութի մեջ որևէ տեղ ամենահին խանութ 1928-ից աշխատում է եւ ամենախոշոր խանութը անմիջապես Գլենդելի հարևանության է գտնվում Hollywood Piano-ն Դոկտոր Թավանսի հովանավորում է, եթե աչքերի հետ պրոբլեմ ունեք, ագնոցի կարիք կա, այս հեռախոսը համարն է։ Նաև իր նոր ագնապուժարանը բաց է անում Orange County-ում։ Orange County-ում շուտով սկսելու է այս բժիշկը այսինքն բժշկական կենտրոնը, եթե աչքերին վերաբերյալ հարցեր ունեք, զանգահարեք ժամանտրություն վերցրեք շուտով բաց են անելու իրենց կենտրոնը Orange County-ում։ Ծրագիրը հովանավորում է Raffi's Market, հովանավորում է ծրագիրը։ Այս Raffi's Market ցեզ առաջարկում պատրաստի ճաշ, եթե դուք ժամանակ չունեք ճաշ պատրաստելու։ Court Furniture հովանավորում է Central եւ Մրթելի հատման կետում է գտնվում Գլենդելում եւ
նոր տարվա առիթով ամեն ինչ զեղչված է, կարող եք գնալ գրած է գինը վրան, գրած է ամեն ինչի, նոր մատրես պիտի գնեք, այցելեք Court Furniture։ Ես հիմա ուզում եմ ձեզ ցույց տալ, գիտեք, ավել շատ գողություն է այս վերջին ժամանակ լինում, ամեն ինչ թանկացել է եւ գողությունը շատացել է։ Այստեղ Բրազիլիայում հիմա ուզում եմ ձեզ ցուցադրել, տեսնեք գողերը ինչ համարձակ են գնում, այսպես տնից տեսնում եք անեն են, այնքան վերցրել են, որ որոշ մասը ստիպված են լինում ցած դնել։ Այսպես տեսեք գլխի վրա դրել է, ապրանքները լցրել են մեծ քսակի մեջ ու տանում են։ Բարեբախտաբար այս գողերից մեկին կարողանում են ձերբակալեն, իսկ մյուսը փնտրում են իրեն, որպեսզի ձերբակալեն։ Ես ուզում եմ նաև ձեզ ցուցադրել այստեղ մեկ whale կամ կետ ձուկը ցույց տալ, տեսնում եք այստեղ, որը գիտեք օվկիանոսի մեջ այնքան աղբ են լցրել, այս բոլոր այս լարերը մի ձև իրեն փաթաթվել է իր վրա ու եթե իրեն օգնությանը չհասնեին, ուրեմն պետք է այս whale-ը մահանալու էր, այստեղ տեսնում եք Ջորջիայի մոտ է, Ջորջիայի Department of National Resources 2 օր տևում է, մինչև որ կարողանան բոլոր այդ վայրները իր շուրջից հավաքել, կտրատել, որպեսզի կարողանա այս կեցուկը օվկիանոսի մեջ շարունակի իր ճանապարհը։ Ես պետք է դադարեցնեմ, ծրագիրը հովանավորում է Անդրեղարևյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը, եթե bankruptcy պիտի ֆայլանեք, եթե հրդեհ է տեղի ունեցել ձեր տանը կամ ձեր բիզնես կենտրոնում, զանգարեք։ Նաև ես ուզում եմ հիշեցնել մատչելի կներով բնակարաններ, ինչ որ առաջարկվում է հենց հիմա, այս շաբաթ վերջին ժամկետն է, Pioneer Village, 340 unit է սա, որ ես երբ որ քաղաքապետն էի, այսպես կարողացա շատ դժվարությամբ համոզել, որ այս քաղաքը 507 մատչելի կներով բնակարան կառուցի, 167 տվեն են, 340-ը մնում է, և դուք ամենահարմարը կլինի, որ այդ վեբսայթով nationalcourt.org Pioneer Village այդ սայթի միջոցով ձեզ գրանցեք, ամեն օր այստեղ առավոտը ես գալիս եմ 20 հոգի, 30 հոգի ինձ սպասում են։ Ես application չեմ կարող վերցնել, դուք պետք է այս nationalcourt.org Pioneer Village-ի համար ամենահարմարը այդպես կլինի։ Կարող եք թղթիկ նաև թղթիկի վրա լրացնեք, որտեղ եւ տարբեր կենտրոններից վերցնեք, Armenian Relief Society, Catholic Charities, City of Glendale, Adult Recreation, այդ տարեցների կենտրոնը Colorado փողոցի վրա, Սպարհայթից կարող եք վերցնեք, բայց ես ձեզ առաջարկում եմ, որ անպայման կոմպյուտերի միջոցով, եթե դուք կարող եք կոմպյուտերը կօգտվում ձեզ գրանցեք, եթե չէ տղա ունեք, քույր ունեք, եղբայր ունեք, մեկը կոմպյուտեր գիտի, այստեղ լրացրեք, ավել հարմար կլինի ձեզ։ 92 հատը տարեցների համար է եւ մոտարապես 257 հատ այդ իմ աշխատանքն էր սա, որ կառուցեն այս մինչև հիմա Գլենդելը այդպես չի եղել, 44 տարվա ընթացքին ընդամենը 1200 հատ բնակարան մատչելի կներով կառուցել էին, իսկ մեկ անգամից այս 507-ն էր, որ 167 տվեն են հանրության են ներկայացրել եւ 340-ը մնում է, օգտվեք այս ծառայությունից։ Ծրագիրը հովանավորում է նաև Սոնաֆե տարեցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը, այստեղ տեսնում եք Sunland-ում է, բայց իրենք բասուն են, մինի բասուն են, ձեզ կտանեն կվերադարձնեն, Jackpot-ն է հովանավորում ծրագիրը, Jackpot ձեզ է առաջարկում, այս կոշիկները բոլորը պիտի վաճառեն, որտեղ ֆուտիլից վերնեն, տեղ չունեն եւ շատ էժան գնով վաճառում են, օգտվեք ծառայությունից։ Ծրագիրը հովանավորում է Yugo Shipping հովանավորում է ծրագիրը։ Եթե մի ծանրոց հանձնեք իրեն, երկրորդ ծանրոցը նավով անվճար են տանում։ Գտնվում է
Հյուգոն գտնվում է Sunset փողոցի վրա Հոլիվուդում։ Իսկ օթանավով կարող եք ձեր ծանրոցը ղրգել նաև օթանավով $2.99 է օթանավով եւ օր առաջ հանձնեք միայն մինչև դեկտեմբերի 19-ը կեսօրից հետո ժամ 1-ը ժամանակ ունեք եթե մինչև այդ ժամանակ հանձնեք նախքան նոր տարի ծանրոցը կստանա ձեր ազգականը եթե ոչ հետո հայտնի չի կարող է նոր տարուց հետո ստանան ծրագիրը հովանավորում է նաև Անաշե Գիֆտն է հովանավորում ծրագիրը Անաշե Գիֆտը ձեզ առաջարկում ինչ որ տեսնում եք այստեղ այս դուք տեսնում եք Անաշե Գիֆտը առաջարկում է սա $9.99 հատկապես գինը իջեցրել են որ դուք անպայման գնաք վերցնեք սա թխվածքներ կարող եք տեղադրեք ուզում եմ նորից հիշեցնել որ Գրիշա Սանդալյանը ծրագիրը սկսել է երկուշաբթի, երեքշաբթի եւ չորեքշաբթի օրերը հիմա միայն երեքշաբթի օրն է իսկ չորեքշաբթի օրը այսօր ծրագիր ունեցավ չորեքշաբթի օրը մրցության օր է որ դուք կարող եք զանգահարեք այդ մրցությանը մասնակցեք games եւ նվերներ են տալիս ուրեմն շատ լավ նվերներ են նկատի առնված չորեքշաբթի օր երեկոյան ժամը 7-ից մինչև 8 չորեքշաբթի ժամը 7-ից մինչև 8 լսեք Գրիշա Սանդալյանին կվերադառնա Ջաքփաթը տեսնում եք այստեղ 930 միլիոնի ասը որ եթե դուք հաղթեք հույսով եմ դուք հաղթեք $429 միլիոն նվերն է սա խաղարկումը այսօր երեքշաբթի է ուրեմն չորեքշաբթի է տեղի ունենալու tomorrow տեսնում եք էլի ու տագվեն է գումարը ինչ նոր հանդիպում